Հեցին լիցենզիայի ձրկելուց օրերան ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը վարչապետին ներկայացնում է կառույցում տիրող իրավիճակը։ Հեցում իշխանության ներկայացուցչի պնդմամբ ջնջվել է կառույցի նախորդ 6 տարվա տվյալների բազան։ Նա այս ամենը լուրջ խնդիր է համարում եւ նշում, որ այն հեցին լիցենզիայի ձրկելու հիմնական 6 պատճառներից մեկն է։ 2025 թվականի ընթացիկ տարվա հունվար ամսվա առաջին օրերին նկատել են հեցում պատասխանատուները, որ տարեսկզբի տվյալները չեն արխիվացվում։ Եվ հեցը ինքը ներքին ստորաբաժանում չուներ նման ծավալի շուրջ 700,000 սպառողների հաշվիչների հավաքված համակարգի մասին է խոսք հասնություն ունեցող սպասարկելու եւ այդ համակարգի սպասարկումն իրականացվում էր արտաքին միջամտության շնորհիվ, այդ թվում եւ ռուսաստանյան որոշ ընկերությունների, որոնք կամ ուղղակիորեն մաս են կազմում Տաշիր ընկերությունների խմբին կամ արտապատվիրակված են այդ ծառայությունները ռուսական ընկերությունների։ ՖԻՊ փաստերի ստուգման հարթակը ավելի վաղ անդրադարձել էր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի նոյեմբերի 20-ի մի հայտարարության, որով նա նշում էր, թե 2018 թվականից մինչև 2024 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսն ընկած ինֆորմացիան ջնջվել է եւ այն այս պահի դրությամբ դեռ վերականգնված չէ եւ նույնիսկ հնարավոր չէ վերականգնել։ Լրագրողը ներկայացրել է իր բաժանորդային համարն ու անձնագիրը եւ հեցում հաշված րոպեների ընթացքում ներկայացրել են 2019 թվականից 2025 թվականի նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում նրա ամսական ծախսերի գրաֆիկը։ Մի քանի էջանոց այս աղյուսակում բաժանորդը կարող է տեսնել իր սպառած էլեկտրաէներգիայի քանակի, սակագնի, ինչպես նաեւ տուժ-տուգանքի վերաբերյալ տվյալներ։ Բացի այդ կարող է տեսնել, թե ամսվա սկզբին ու վերջին որքան է կազմել հաշվիչի ցուցմունքը։ Փաստացի բաժանորդը իր տվյալներին հասանելիություն կարողացել է ունենալ եւ դրանք ամենևին էլ չեն չքացել, ինչպես հարցազրույցում պնդել էր Պաշտոնյան։ Խնդիր եղել է ըստ Նարեկ Կարապետյանի, սակայն իր հեծ գնալուց հետո այն լուծվել է։ Այս մասին օրեր առաջ գրել էր նաև հեցի վերահսկողության կոմիտեն։ Էլեկտրաէներգիայի հաշվառման եւ հսկման համակարգի ամենամսյա տեղեկատվական բազաները պահպանված են եւ վերահսկելի։ Ցանկանում ենք եւս մեկ անգամ ընդգծել, որ տվյալների անվտանգությունը մշտապես եղել է հեցի աշխատանքի առանցքային ուղղություններից։ Շրջանառվող տեղեկատվությունը հասարակությանը հերթական անգամ մոլորեցնելու խնդիր է հետապնդում։ Պետրոսյանը վարչապետի մոտ այլ տվյալներ էլ է ներկայացնում, ասում է, թե հեցի կառավարիչները եւ տնօրենների խորհուրդը 9 տարվա մեջ շուրջ 691 միլիոն դոլարի երաշխավորություններ են տվել Տաշիրին փոխկապակցված մի քանի տասնյակ ընկերություններին։ Պետրոսյանը նաեւ հավելում է, պետական եւ համայնքային ընկերությունները շատ մեծ թիվ էին կազմում, որոնց վրա հավելագրումներ էին արվում։ Այդ փաստով ըստ Պետրոսյանի վերջին օրերին կալանավորում տեղի ունեցավ։ Վիճակագրությունը վկայակոչեմ պաշտոնական վիճակագրությունը։ Օգոստոս սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսներին համեմատած անցյալ տարվա նույն ամիսների հետ, որովհետեւ այս ոլորտում ճիշտ է նախորդ տարվա նույն ամիսների հետ համատականը, ոչ թե նախորդ ամիսների, ուրեմն հոսանքազրկումների միջին տևողությունը նվազել է 27%-ով, դա գրեթե 1/3, 1/4 չափն է։ Իսկ քանակը, ինտենսիվությունը նվազել է 18%-ով։ Դա խոսում է նրա մասին, որ հերթապահ խմբերը, տեսուչները, մանցորները, բոլոր մասնագետները իրեն գիտեն, որ վերադասության կարգով մինչև առաջնային ուղիղ կոնտակտ ունի մեր քաղաքացու հետ, մենք հետևողականորեն յուրաքանչյուր անջատման փաստի հետևից գնում ենք։ Նարեկ Կարապետյանը այս ամենը վարկաբեկություն է համարում։ Երեկոյան սկսել է կետարկետ անդրադառնալ Փաշինյանի ու Պետրոսյանի խոսակցությանը։ Նա նշել է, որ վերջին տարիներին Սամվել Կարապետյանի անձնական բյուջեից 11 միլիարդ դրամ է հատկացվել հեցի աշխատավարձների բյուջեին։ Հարգելի հայրենակիցներ, հեցում աշխատավարձը որոշում է հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը, որը արգելում է ավելի բարձր աշխատավարձ վճարել։ Նույն բեցում նույն աշխատավարձն է։ Եթե դուք այդպիսի լավ տրամադրվածություն ունեք մարդկանց հանդեպ, որ ուզում եք աշխատավարձ բարձրացրեք, բեցում ինչու աշխատավարձը նույն չափ, ինչքան հեցում, որտեվ նույն հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովն է որոշում։ Հեցի հետագա կառավարման վերաբերյալ էլ քննարկում եղավ զրույցի ընթացքում։ Երկու տարբերակ կա՝ հեցն ամբողջությամբ դարձնել պետական կամ նոր ներդրող գտնել։ Փաշինյանը սակայն հավելում է, ինքն առաջին տարբերակին է կողմնակից։ Սիմոն Հովանիսյան, Reopen Media։